ինքնանվտանգ կլինի թրիփից հետո, ինչ են մտածում սահմանի մարդիկ։ Հենց փորձանք հետի սա գալու, հենց այդ թրիփի սա գալու։ Այդ թրիփ սարքողը մեզ հաշվի տակ չի առնում, ոնց կարող անվտանգել։ Դու տալիս ես քողն ես տալի, ուրիշին ես տալի, դա ոնց կարող անվտանգելի, լավ լինի։ Դա սա լեֆա, սա սուտա, չկա դες բան։ Իշխանության խոստացած խաղաղությունն էլ իրական չէ, հիմքերը թույլ են, վստահ է Մեղրեցի այս տղամարդը, եւ ուրեմն ո՞րն է ելքը։ Ազգովի համախմբված ենք, բարակվել է այս ազգը, ինչ է կատարվում։ Ես ափսոսում ես վիճակից, այս վիճակին։ Համախմբենք իրար կողմ, մի ձեռասմա ծապ չի տալի։ Այդ եմ ուզում, այդ Հայաստանն եմ ուզում, որ իրար կողքիլ ենք, իրար սիրենք, այդ ատելությունը վերանա։ Մոռացել ենք Աստծուն, ընդհանրապես մոռացել ենք։ Դրա համար այս վիճակն է, ափսոս այս ազգը։ Պարակտումը լավ չէ, կործանման կտանի։ Երևանից մոտ 400 կիլոմետր հեռու Հայաստանի հարավում ապրող մարդիկ ուզում են խաղաղություն, նախ ներսում, ապա սահմաններին։ Մեղրին ու Ագարակը շատ հարուստ տեղ է, շատ հզոր տեղ է։ Ես կուզեմ այդ շեշի անվտանգ մնա։ Դա թուրքն է, եկել է թուրքը։ Ինչեւ Թավրիզ թուրքը։ Ես միտքա Մեղրին ես Ագարակը գոնե մեղքեն է, ժողովուրդը մեղքեն։ Գոնե բարելավի վիճակները, աշխատել իմանան, ապրել իմանան։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։